Թրամփը չի բացառել. Ռուսաստանը կարող է միտումնավոր ձգձգել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ Ես համոզված չեմ, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը։ Հնարավոր է նաև, որ ժամանակը ձգձգում է։ Գիտեք, երկար տարիներ ես դա արել եմ որպես գործարար։ Չես ուզում պայմանագիր կնքել, միաժամանակ ուզում ես մնալ խաղի մեջ։ Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ Ռուսաստանն էլ Զելենսկին էլ կցանկանան, որ պատերազմն ավարտվի։ Միաժամանակ Թրամփը նաև նշում է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ լուրջ առաջընթաց կա։ Խորը բանակցություններ ենք վարում թե ՌԴ-ի, թե Ուկրաինայի հետ, ասել է Թրամփը։ Կրեմլի խոսնակն էլ իր հերթին է նշել. Ռուսաստանը գոհ է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը զարգանում է կառուցողական եւ արդյունավետ։ Հավելել. Ռուսաստանը շատ ինտենսիվորեն շարունակում է շփումները ամերիկյան կողմի հետ։ Էրդողանը կոչ է արել ընդդիմությանը դադարեցնել փողոցային ահաբեկչությունը իրենց կոռուպցիայի անիվի բացահայտման ֆոնին։ Դադարեցրեք կեղտը աճ ու ձախ շպրտել, վերջ տվեք փողոցային ահաբեկչությանը, Էրդողանի կոչն է։ Եթե 2023 թվականի հոկտեմբերին պատանդարված իսրայելցիները ազատ չարձակվեն, մենք կարող ենք դիմել հավելյալ ճնշումների, Նեթանյահուն է հայտարարել, որքան Համասը համառի պատանդների ազատ արձակման հարցում, այնքան կուժեղանան մեր ճնշումները, որոնք կարող են ներառել նաև տարածքային զիջումներ։